Պարոն Ղուկասյանը ճիշտ կանի հավաքի ճամպրուկները։ Արդյոք վստահություն կա, որ 2026 թվականի ազգային ժողովի ընտրություններից հետո ճամպրուկները դուք չեք հավաքելու։ Մենք համապետական ընտրություններում ստանալու ենք շատ մեծ թվով ձայներ։ Սրբազանին դիմում եք Գևորգ Աջապահյանով։ Ես Գևորգ Աջապահյանի կողմից որևէ հոգևոր միտք արտահայտած չեմ լսել։ Ինչու սպասել 6 ամիս, եթե գիտեիք, որ ուժերից որևիցե մեկը ընտրակաշառք է բաժանել։ Գործ տվողի համբավ է ձեռք բերում ըստ Վարդան Ղուկասյանի այդ Մարտուն Գրիգորյանը պատասխանատու է Վարդան Ղուկասյանի կատարած բոլոր հայտարարությունների համար։ Բարոյցես այսօր տաղավարում հարցերն ուղղելու ենք ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանին, բարոյցես Տիկին Պալյան։ Շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Տիկին Պալյան, նշում եք, որ Վարդան Ղուկասյանը ճամպրուկները հավաքի, պատրաստվի եւ արդյոք վստահություն կա, որ 2026 թվականի ազգային ժողովի ընտրություններից հետո ճամպրուկները դուք չեք հավաքելու։ Այո, ես նախորդ օրը իմ ունեցած հարցազրույցներից մեկում նշեցի, որ պարոն Ղուկասյանը ճիշտ կանի հավաքի ճամպրուկները, հենց հողում անելով իր խոսքին, որովհետև ինքը օրեր առաջ իր հարցազրույցներից մեկում նշել էր, որ եթե 2026 թվականին սրանք ի նկատի ունենալով մեծ իշխանություններից նորից վերընտրվեն, ապա ես եւ իմ նման տղաները այս երկրում անելիք չունեն։ Եվ ես քանի որ վստահ եմ, որ մենք 2026 թվականին քաղաքացիների կողմից շատ մեծ վստահության քվենք ստանալու, ես առաջարկեցի Վարդան Ղուկասյանին հենց այս պահից հավաքել ճամպրուկները, որովհետև եթե ինքը իրականում մտածում է, որ մենք պարտվելու ենք, չարաչար սխալվում է, ու ես առիթ ունեցել եմ խոսելու այս մասին, նշելով, որ սրանք ուղղակի բառեր կամ մտքեր չեն, որ ես արտահայտում եմ, այս ամեն ինչի հիմքում ընկած է մեծ վստահություն, ընկած է շատ մեծ թվով կատարած աշխատանք, որը մենք ամենօրյա ռեժիմով կատարում ենք, շփվում ենք քաղաքացիների հետ եւ տեսնում ենք, որ վերջիններս գնահատում են մեր կատարած աշխատանքը եւ ըստ այդմ մեզ մոտ ձևավորվել է այդ վստահությունը եւ այո, ես նորից վերահաստատում եմ իմ կարծիքը եւ համոզմունքը, ինչու՞ չէ, որ մենք 26 թվականի հերթական համապետական ընտրություններում ստանալու ենք շատ մեծ թվով ձայներ, որը բավականացնելու է միանձնյա իշխանություն ստանձնելու նորից։ Թույլ տվեք հողում կատարել թիմ ընտրություններին, այս միտքը եւս հնչում է, որ դուք մեծամասնություն եք կազմելու, բայց այնուհանդերձ չստացվեց այդ մեծամասնությունը։ Եթե նույն պատկերը օրինակ լինի ԱԺ-ում, ինչ է լինելու, պատրաստվել եք դրան, կա այդ ռիսկը հաշվարկված է։ Ես ուզում եմ ձեր հարցինի պատասխան նախասել, որ ընդդիմության սցենարը 26 թվականին հենց Գյումրու օրինակն է լինելու, նրանք փորձելու են Գյումրու օրինակը կրկնել համապետական ընտրություններում, բայց դա նրանց չի ստացվելու։ Նրանց մոտ չի ստացվելու, որովհետև Գյումրու թիմ ընտրություններից հետո ես ավելի քան վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին ևս մեկ անգամ հասկացել է, թե ինչպիսի ընտրություն պետք չէ կատարել, որովհետև թիմ ընտրություններում մենք ճիշտ է տարանք ամենամեծ թվով ձայները Գյումրու թիմ ընտրություններում, բայց պատկերը տեսանք ինչպիսին ստացվեց, բայց ես ուզում եմ ևս մեկ անգամ շեշտել եւ արձանագրել եմ փաստը, որ նույն Գյումրիում էլ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ստացավ ամենաշատ վստահության քվեները, ու դա խոսում է միայն այն մասին, որ այո, մեր իշխանությունը, մեր քաղաքական թիմը վստահում է, վստահությունն է վայելում մեր քաղաքացիների, այնպես որ ես վստահ եմ, ավելի քան վստահ եմ, որ 26 թվականի համապետական ընտրություններում չի այլևս աշխատելու Գյումրու օրինակը, ինչքան էլ ընդդիմադիրները ցանկանան եւ այդ նպատակը ունենան իրենց արժեվ դրված։ Այս մասով եթե օրինակ համեմատենք կոմունիստական կամ մեր քաղաքային հզոր համայնք Մայր Հայաստան խմբակցությունների հետ, այո, դուք մեծամասնություն եք տարել, բայց եթե միասնական ընդդիմությանը նայենք, ապա միասնական ընդդիմությունը ավելի շատ է ձայներ տարել։ Սա ինչի մասին է խոսքը, որովհետեւ վերջին օրերին քննարկվում է նաեւ կաշառքի մասին, սա կաշառք բաժանելու շնորհիվ ցայները գնաց ԿՊ-ից դեպի այլ կուսակցություններ, թե այնուհանդերձ հայրաքաղաքում վստահության քվեն պակասում է ձեր։ Վստահ եմ, դուք տեսաք, որ նախորդ քառօրյայի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովի ամբիոնից խոսեց կաշառքի մասին, որից հետո Վարդան Ղուկասյանը մեղադրեց մեզ, ԿՊ-ին կաշառք բաժանելու մեջ, մինչդեռ հենց իրենք են այդ
արատավոր ծերագրի ու գործելավոճի հեղինակը եղել ոչ միայն այսօր, այլ տարիներ շարունակ։ Ձևակերպման մեջ շատ հստակ նաև թաղամասը եւ գումարի չափը նաև են։ Այո, եւ դրան հաջորդեց մեր տեխնացուի Սարիկ Մինասյանի հարցազրույցը, որտեղ վերջինս ասեց, որ խնդրում եմ գլխավոր դատախազին սա ընդունել որպես հաղորդագրություն հանցագործության մասին եւ գնալ դրա հետևից, որովհետեւ ասել մտքեր հնչեցնել տեսակետներ դա բոլորովին այլ բան է, որը չնայած կարծիք է կազմում, բայց իրականության հետ աղերս չունենալը բացարձակապես այլ բան է։ Այո, դուք ձեր խոսքում նշեցիք, մեծ ազդեցություն է ունեցել նաև այդ արատավոր երևույթները, հետո մենք մեր քաղաքացիների հետ զրույցներում նախընտրական շրջանում շատ էինք խոսում այն մասին, որ մնացած որ ուժերին էլ դուք ձայն տակ, դա գնալու է Վարդան Ղուկասյանին։ Այսինքն այստեղ նաև աշխատեց քաղաքացիներին մոլորեցնելու տարբերակը, բոլորը կարծես թե անջատ էին հանդես գալիս, հա, որտիսի քվեներ ստանային, բայց մենք լինելով քաղաքականության մեջ գիտակցում էինք, որ ի վերջո այդ միացումը տեղի է ունենալու։ Շատ հաճախ մեզ նեղադրում էին, որ դուք սուտ եք խոսում, չկա նման բան, հատկապես Մարտուն Գրիգորյանը իր թիմակիցներով մինչև վերջին պահը հերքում էր եւ ասում էր, որ մենք սուտ ենք խոսում, որպեսզի քաղաքացիներից քվե ստանանք, բայց իրականությունը մենք տեսանք, որ մենք չէինք սխալվում եւ ասում եք այն ժամանակ, հա 8-ը 1-ի դեմ է, քարոզարշավի ժամանակ, հիմա արդեն որպես ավագանի 4-ը 1-ի դեմ կարող ենք տեսնել։ Միանշանակ, այս պահին այնպիսի գործելավոճ է, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն է եւ մնացածը, ինչքան էլ իրենք փորձեն մեկը մյուսին էլ որպես ընդդիմություն ներկայանան, դա իրականությանը չի համապատասխանում եւ հենց սա եսի նկատի ունենալով իմ խոսքում հաճախ ասում եմ, որ նրանցից յուրաքանչյուրը, հատկապես Մարտուն Գրիգորյանը, պատասխանատու է Վարդան Ղուկասյանի կատարած բոլոր հայտարարությունների համար, պատասխանատու է նրա կատարած եւ չկատարած աշխատանքի համար։ Բնականաբար իրենք փորձելու են ասել, որ սա քաղաքական process է եւ պատասխանատվություն չենք կրում։ Միանշանակ ես ինչ որտեղ իրենց հասկանում եմ, որովհետեւ պատասխանատվություն կրել մի մարդու արածների, ասածների մասին, որը ուղղակի երազում է մեր երկրի ինքնիշխանության կորստի մասին, երազում է մեզ տեսնել միութենական պետության կազմում, բարդ է, բայց ստիպված է պարոն Գրիգորյանը այդ պատասխանատվությունը կիսել եւ տանել, որովհետեւ ինքն է Վարդան Ղուկասյանին կարգել Գյումրու քաղաքապետ։ Այս նոսում դեռ կանրադառնանք այ երկու ուժերի կողմից էլ Մարտուն Գրիգորյանի եւ Վարդան Ղուկասյանի այս անուն ազգանունները դուք արժանանալին շատ հաճախ եք վերջերս հնչեցնում եւ քաղաքում կա տարածված միտք, որ Էմմա Պալյանը եւ Կարեն Սարոխանյանը սպառվել են որպես ազգային ժողովի պատգամավորներ, չունեն օրակարգ եւ խոսում են այս ազգանուններով, որպեսզի կարողանան սպասվելիք 2026 թվականի ազգային ժողովում գոնե հայտ ներկայացնեն եւս մեկ անգամ պատգամավոր ընտրվելու։ Սա իրականությանը համապատասխանում է թե ոչ։ Ճիշտ ասած, ես էլ եմ ապրում այս քաղաքում, գործունեություն ծավալում եմ այս քաղաքում եւ նմանատիպ կարծիքներ ամեն դեպքում անկեղծորեն ինձ չի հասել, ես չգիտեմ այդ դուք որտեղից եք լսել, բայց ես մի բան եմ ուզում նշել։ Ոչ մեկ նստած տեղը չի գնում ամբիոնին, չի մոտենում եւ չի խոսում Վարդան Ղուկասյանից կամ Մարտուն Գրիգորյանից։ Իսկ եթե մեկը, ով հակապետական հայտարարություններ է անում, ինչ որ հպատակ լինելու մասին է խոսում քաղաքացիներին, այն մարդկանց, ովքեր իր կարծիքը չեն կիսում, թուրքը հպատակ շանտղա է անվանում, կներեք, ես լինելով քաղաքական գործիչ չեմ կարող չվերկենալ եւ ամբիոնից համապատասխան, համարժեք պատասխան չտալ։ Այնպես որ սա բացարձակապես կապ չունի 26 թվականի համապետական ընտրությունների ցուցակում հայտնվելու հետ, ինչ որ հայտ ներկայացնելու հետ, սա իմ աշխատանքն է, որը ես կատարում եմ որպես քաղաքական գործիչ եւ ասեմ ավելին, ինչքան ինչ խոսույթ ունեցան վերջիններս համապատասխան կերպ պատասխան են ստանալու ազգային ժողովի ամբիոնից եւ ոչ միայն, որովհետեւ նորից եմ կրկնում, ես քաղաքական գործիչ եմ ու չեմ պատրաստվում լռել եւ ուղղակի չարձագանքել նմանատիպ խայտարակ խոսույթին։ Շատ լավ եւ նաեւ վարչապետի վերջին հայտարարության մասին խոսենք, որ նմանատիպ կերպ արտահայտվող մարդիկ պետք է դուրս շպրտվեն քաղաքական եւ հանրային դաշտից։ Սա ինչ հետեւություններ կարելի անել, այսինքն կա արդեն գործիքակազմ, որը մտածվել է, թե ինչպես է լինելու այդ process-ը, թե նոր է մտածվում այդ մասը։ Տեսեք, ես ինքս որևէ հատուկ մշակված գործիքակազմի մասին չեմ կարող հիմա խոսել, բայց մի բան կարող եմ ասել, որ կիսում եմ լիարժեքորեն վարչապետի տեսակետը, այո, մեր
անկախությանը, պետականությանը դեմ արտահայտվող մարդիկ պիտի հեռանան մեր քաղաքական դաշտից ու առհասարակ պիտի դուրս գան, հայտնվեն քաղաքական աղբանոցում, բայց անվերադարձ։ Սա շատ կարևոր է, որովհետև մենք այսօր ունենք ավելի քան անկախ պետություն, քան մի քանի տարի առաջ էր, ավելի ինքնիշխան ենք, ավելի խաղաղ ենք ու եթե մեկը բարձրանում է եւ խոսում է, որ մենք պիտի միութենական կազմ լինենք, ինքը մեր երկրի կործանումն է ուզում։ Իսկ մենք պիտի այդ կործանարար մարդկանց ուղղակի դուրս շպրտենք քաղաքական կյանքից։ Թե ինչ մեխանիզմով կլինի, ինչպես կլինի, չեմ կարող նշել, բայց միևնույն ժամանակ ուզում եմ վստահեցնել, որ որևէ հակաօրինական քայլերի իշխանությունը չի պատրաստվում, դա մեր ձեռագիրը չի եղել, չի կարող լինել, ինչ էլ տեղի ունենա, լինելու է օրենքի տարին համապատասխան։ Ժամկետներ մոտավոր կարելի է նշել, թե երբ է պատրաստվում այդ օրենքը կորցել, որովհետև որքան հասկանում ենք քաղաքապետարան եւ կառավարություն հարաբերությունները գնալով սրվում են։ Դա տեսնում են նաեւ քաղաքապետարանի պաշտոնական էջի հայտարարությունների միջոցով։ Ժամկետների մասին նորից խոսել չեմ կարող, բայց միևնույն ժամանակ ուզում եմ ձեզ նշել, որ կառավարություն համայնքապետարան հարաբերությունները սրողը նորից համայնքապետարանի այսօրվա ներկայացուցիչներն են, բայց փաստը մնում է փաստ, որ կառավարությունը շարունակում է բազմաթիվ ծրագրեր իրականացնել Գյումրիում, անկախ նրանից թե այսօր ով է Գյումրու համայնքապետի աթոռին նստած, այնպես որ կառավարությունը իր գործը անում է իշա Գյումրու, իշա Գյումրեցու, շարունակելու ենք անել, որպեսզի մեր գյումրեցիների կյանքի որակը օլորի ավելի բարելավվի։ Վերջին տարիների ընթացքում այնուամենայնիվ Գյումրիում դեռ կան փողոցաշինության խնդիրներ, անօթևանությունը վերջնականապես չի լուծվել, սա եւս մնում է առաջնային խնդիրներից մեկը։ Ինչ օրակարգ կա, որքան ժամկետներում ենք հիմա պատրաստում այս խնդիրներին վերջ տալ, թե այնուամենայնիվ սպասենք նաեւ 2026 թվականին ու հասկանանք ինչ ժամկետներ են նշվում։ Ես ապրում եմ Գյումրիում ու այնպիսի թաղամասում, որը իրականում բարեկարգման կարիք ունի, անի թաղամասի մասին է խոսքը, եւ ես ուրախալի գիտենք բոլորս այդ լուրի մասին, որ շատ կարճ ժամանակ անց մարզպետն էլ իր խոսքում իր հարցադրույցներից մեկում նշել է, որ տեխնիկան կմտնի անի թաղամաս, ինչպես նաեւ ավստրիական թաղամաս եւ մենք կունենանք որոշ ժամանակ անց արդեն գործի մեջ գտնվող թաղամաս, այսպես ասած, տեխնիկան կմտնի, կսկսի աշխատել եւ մեր բնակիչները կտեսնեն, որ իրականում այն ինչ խոստացել ենք, դա իրականություն ենք դարձնում։ Հետո մենք ունենք արդեն հայտնի մեր Շիրակացի փողոցի հիմնանորոգման մեկնարկը տրվել է, գիտենք բոլորս Խորենացի փողոցի, այնպես որ չտեսնել են աշխատանքները, որը այսօր կատարվում է ի շնորհիվ գործող կառավարության, դա ուղղակի, չգիտեմ, պիտի կուի լինես, որ չտեսնես կամ ուղղակի չտեսնելու տաս, այլ տարբերակ չկա։ Իսկ անօթևանությունը մեր հիմնական կարևոր խնդիրներն է, որը ես դիահույս եմ, որ կլուծվի առաջիկայում, բայց ժամկետների մասին կդժվարանամ խոսել։ Այնտեղ կան բարդություններ, որոնք անընդհատ քննարկման փուլերում են այս կամ այն գերատեսչություններում, բայց որ դա 24/7 ռեժիմով կառավարության սեղանին դրված հարց է, դա ես ձեզ վստահեցնում եմ։ Խոսեցիք ամենամեծ անի թաղամասի մասին, որը եւս ամենաբնակեցվածն է մեր քաղաքում, այո, մենք տեսնում ենք այնտեղ երկու փողոցներ հիմնանորոգվեցին, բայց այդ երկուսից այն կողմ չգնացին։ Հիմա դուք խոսում եք այն մասին, որ Վարդան Ղուկասյանի որոշ հայտարարություններում կամ գրեթե բոլոր Մարտուն Գրիգորյանը կիսում է կամ կրում է ուղիղ պատասխանատվություն, բայց դուք չեք կրում այն պատասխանատվությունը, որ 21 թվականից հետո թիմ մարմինը մեր գնաց հաջորդ ընտրության քաղաքում, որովհետև հուշագիրը խզվեց եւ չկարողացավ ձեր իսկ ունեցած այդ կոմպրոմիսի շրջանակներում կարողանալ քաղաքը ղեկավարել։ Արդյոք դրա պատկերը չէ այսօրվա թիմը։ Տեսեք, քաղաքական գործընթացը այնպիսին է, որ ճանապարհին հնարավոր են նոր զարգացումներ, նոր իրադարձություններ, ինչպես եղավ այդ հուշագիրը խզելու դեպքում, հա։ Քանի որ հնարավորություն են ունեցել այդ ամբողջ ընթացքը լուսաբանելու, դրա համար է հարցից։ Նաև հուշագիրը կնքելու օրը երկու կողմերը վստահեցնում են եւ Ֆալասանյան դաշնքից եւ քաղաքացիական պայմանագրից, որ կան շատ ընդհանուր պատկերացումներ քաղաքը զարգացնելու ուղղությամբ։ Երբ հասկացաք, որ դա այլևս ընդհանուր չէ կամ այդ ընդհանուր ծրագիրը ինչն էր խանգարում միասին իրականացնել։ Հասկացանք այն պահին, երբ ստվերային կառավարում նկատեցինք Գյումրիում, որի մասին մենք պաշտոնական հաղորդագրություն տարածել ենք եւ հանդես ենք եկել, եթե չեմ սխալվում, նույնիսկ ասուլիսով։ Այսինքն եկավ մի պահ, երբ մենք հասկացանք, որ այդ հուշագիրը այլևս չի գործում իշա Գյումրու ու քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, խմբակցությունը տվյալ դեպքում հասկացա, որ այլևս անելիք չունի, եթե պիտի մեր գործունեությունը չնպատի մեր քաղաքի զարգացմանը,
ապա մենք ավելի նախընտրեցինք ընդդիմության դիրքերից հանդես գալ։ Իսկ նորից եմ կրկնում, ինչքան էլ նախորոք խոսք հնչի, քաղաքական կյանքը, process-ները այնպիսին են, որ ինչ որ պահի կարող է փոփոխվի։ Ու դա հենց խզումը դրանից առաջացավ։ Այսինքն մենք տեսանք ստվերային կառավարում, ընթացքից տեսանք ստվերային կառավարում եւ որոշեցինք դադարեցնել վերջիններիս հետ մեր համագործակցությունը։ Ազգային ժողովում վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ մեր օրի ընդդիմությունը ձեր սրտի ընդդիմությունն է։ Այ Գյումրիում կա այդ պատկերացրած ձեր սրտի քաղաքական ուժը կա, բայց այս այն քաղաքացիական պայմանագրից ավագանում 5 զրոյից որևիցե մեկը ձեր սրտին է համարվում է թե ոչ։ Չի կարող համարվել մեր սրտի ընդդիմությունը եւ ես կարծում եմ, որ վարչապետը ի նկատի է ունեցել, որ գիտեք, այսօր ընդդիմությունը իրականում ձեռնտու է իշխանությանը, որովհետև նրանք դատարկ ընդդիմություն են, ոչինչ չասող ընդդիմություն են։ Ու երբ ես ամեն անգամ խոսում եմ, ասում դուք հաճախ մոտեցեք այս ամբիոնին, որովհետև դուք դրանով իրականում օգնում եք մեզ։ Ճիշտ է, մենք չունենք որևէ հավելյալ օգնության կարիք, բայց հաստատ չենք հրաժարվի իրենց այդ ավելի աջակցությունից եւ հենց դա ի նկատի ուներ երևի վարչապետը, որ ասում էր մեր սրտի ընդդիմությունն է։ Նույնիսկ անցած օրը Ագնես Ախամոնյանի հարցին պատասխան նշեց դուք եք այդ գանձերը, որի մասին խոսում եք, հա։ Իհարկե չարկեր տա, որ չունեն այդ մարդիկ, սպառված են, իրենք անընդհատ պտտացնում են այդ նույն սկավառակը, որը արդեն ձանձրացնում է քաղաքացիներին շատ երկար տարիներ, նոր չի սկսել ձանձրացնել։ Ու իրենք չեն էլ աշխատում իրենց վրա, որ կարողանան փոփոխվել, ավելի հետաքրքիր դառնալ քաղաքացու համար։ Ես վստահ եմ, որ 26 թվականին իրենք նույնիսկ ընդդիմադիրների աթոռները չեն զբաղեցնելու։ 26 թվականին նոր քաղաքական ուժերի գալ նշмарվում է դաշտայ, օրինակ տեսնում ենք, որ Գյումրու օրը բավականին քաղաքականացվեց, որովհետև սկզբից ավագանին տրամադրություն չուներ եւ դա դուրս եկավ օրակարգից, հետո շատ բարձր տրամադրությամբ հայտարարվեց, որ Գյումրին ունենալու է տոնական օր եւ այսօր այն իրականացնում է մեր ցեղով շարժումը։ Սա քաղաքական է։ Դա միանշանակ քաղաքական է, չի կարող քաղաքական չլինել, որովհետեւ նույն է մեր ցեղով շարժման առաջնորդը քաղաքական հայտ է ներկայացրել, չի կարող վերջինիս աջակցությամբ, այսպես ասած, կազմակերպվող ինչ որ միջոցառում քաղաքական չլինել, ասեմ ավելին, իրենք Գյումրու օրվա նախորդ օրը, երբ Աջապահյանի դատավճիռը հայտնի դարձավ, հենց Աջապահյանի նկարն էին ամբողջ բեմին հրապարակել, ցուցադրել եւ չի կարող ուղղակի դա քաղաքական չլինել։ Չնայած որ Աջապահյանի հետ տեղի ունեցածը բնավ քաղաքականության հետ կապ չունի, դա իրավական գործընթաց է, բացարձակապես իրավական գործընթաց է, բայց մենք գիտենք, որ հայտնի շրջանակներ միշտ փորձել են եւ հիմա շարունակում են փորձել դա քաղաքականացնել։ Այնպես որ այո, Գյումրու օրը քաղաքականացված էր եւ չէր կարող չլինել քաղաքականացված նշած պատճառներով։ Շատ սահուն կերպով գալիս ենք այն հարցաշարով, որը ես մտածել էի, որ ընդհանում ենք, խոսել ենք նաեւ Սերբազանի մասին, Շիրակի թեմի առաջնորդի 2 տարի ազատազրկման նահանջանացավ եւ դուք այն պատգամավորներից եք, ով Սերբազանին դիմում է Գևորգ Աջապահյանով։ Սա քաղաքական խոսույթ է, թե այնուամենայնիվ քաղաքական համարձակություն եւ օրինակ հատում են ձեր խոսքով ասած քաղաքական սահմանները կամ երբ հոգեվորականը խառնում է քաղաքական կյանքին։ Այդպես եք նշել։ Այո, երբ հոգեվորականը խառնում է քաղաքական կյանքին ու խոսում է բացարձակապես քաղաքական խոսույթով, կներեք, ես քաղաքական գործիչ եմ եւ համարժեք արձագանք եմ հնչեցնում։ Մի քանի անգամ առիթ ունեցել եմ խոսելու այդ մասին։ Ես Գևորգ Աջապահյանի կողմից որևէ հոգևոր միտք արտահայտած չեմ լսել։ Խոսում է այդ մարդը մենակ քաղաքական տեքստերով, ռազմական հեղաշրջման կոչեր է անում, մինչդեռ ես որպես հոգևորականի միշտ սպասել էի, որ համախմբման, միավորման կոչեր եմ, խոսքեր եմ լսելու վերջինիս կողմից ու այո, իմ խոսույթը, իմ դիմելաձևը պայմանավորված է միայն Պարոն Աջապահյանի ցուցաբերած քաղաքական վարկով։ Ասում եք ընդդիմությունը քաղաքականացնում է նաև այս գործընթացը, բայց շատ པարզ փաստ էին առաջ վերում այն մասով, որ չձերբակալվեց նաև Սերբազանն դատարանի դալիճում նշում ամիսները, թե երբ չձերբակալվեց եւ այնքան ժամանակ հայտարարություն արված էր իր կողմից, միտքը հնչեցված էր, բայց ձերբակալվեց հիմա, երբ որ սպասվում է թե արժանապատվություններն են մոտենում եւ այնուամենայնիվ ձեզ հիմա ձեռք չտվեց իր ազատությունը, կա նման բան։ Բնականաբար չի կարող լինել նման բան, որովհետև ես իմ խոսքում արդեն նշեցի, Աջապահյանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները բացարձակապես իրավական բնույթ են կրում եւ չեն կարող քաղաքական ենթատեքստեր կամ, չգիտեմ, ինչ որ կապ ունենա քաղաքականության հետ։
Խոսենք նաև impeachment-ի գործընթացի մասին, ձեր խոսքում նշել եք, որ սա չի կարող հաջողության հասնել։ Ինչու՞։ Շատ բարձ պատճառով։ Նախ առաջին հերթին չկա հանրային պահանջ, Եվ վստահ եք ձեր թիմակիցների վրա։ եւ երկրորդ չեն կարող այդ մարտիկ ապահովել համապատասխան թվով ձայներ։ Ֆետերկուպ շատ բարձ պատճառով։ Իհարկե վստահ եմ իմ թիմակիցների վրա, ավելի քան վստահ եմ, եւ այն մտքերը, որ 7 հոգի են գտել ինչ որ ուղղակի անունները չեն հրապարակում, դա ուղղակի զավեշտ է եւ նույնիսկ մեկնաբանելու կարիք չկա։ Հարցը ստերաներ ուղված այդ 7 հոգում, որի մասին հաճախ խոսվում է, ուզում եի հասկանալ կան թե չկան այդ 7 հոգին, որի մասին հաստատեցի դուք տեղյակ չեք, չկան նման 7 հոգանոց կազմ, որ Ես ոչ թե տեղյակ չեմ, ուզում եմ ճիշտ հասկանանք, ես բացառում եմ, որ կլինի գոնե մեկը, ով նմանատիպ խեղկատակ օրակարգին կմիանա, որովհետեւ թիմում բոլորս ամուր կանգնած ենք վարչապետի կողքին եւ բոլորս միասին Հայաստանի Հանրապետության քաղաքացու կողքին։ Տիկին Բայլեն վերջին 7 տարիների ընթացքում այս իշխանության կողմից բավականին տարբեր պաշտոններ եք զբաղեցրել, սկսած մարզպետի օգնականից, հետո падգամավորի օգնական, հետո արդեն падգամավոր եւ երկրորդ անգամ ընտրվեցիք падգամավոր։ Ինչ օրենք եք ինքներդ հեղինակել, ինչ եք արել քաղաքի ու մարզի համար, որ խնդիրներն են եղել ձեր դիտակետում, կամ հիմա օրինակ որոնք են, որ պատրաստվում եք ձեր հետ տանել հաջորդ լսումների։ Ես չգիտեմ դուք տեղյակ եք թե չէ, ես առողջապահության մշտական հանձնաժողովի անդամ եմ, ինչու, որովհետև ես ինքս եմ նախընտրել այդ հանձնաժողովում գտնվել, որովհետև դա այն կարևորագույն ոլորտն է, որը անմիջականորեն կապ ունի մարդու առողջության հետ, եւ ես ինքս լիքը բացեր եմ տեսել այդ ոլորտում եւ փորձել եմ իմ ուժերի ներածին չափով գտնվել մարդկանց կողքին, այն մարդկանց, ովքեր կնպաստեն մեր Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կյանքի առողջության բարելավմանը եւ իմ գործընկերների հետ ունենք մի քանի համահեղինակած նախագծեր, որոնք անմիջականորեն նորից եմ կրկնում մարդու առողջությանն են վերաբերում, իսկ ընդհանուր մեր քաղաքի համար ես անկեղծ եմ ասում, երևի քաղաքում շատ քիչ թվով մարդիկ իմ հեռախոսահամարը չունեն եւ անմիջական կապ չունեն ինձ հետ։ Շատ չեմ սիրում խոսել իմ կատարած աշխատանքների մասին, բայց ես վստահ եմ, որ եթե դուք ուզենաք ուղղակի մեր քաղաքացիների հետ շփվեք եւ հասկանաք, ես իմ ուժերի ներածին չափով միշտ գտնվել եմ վերջիններիս կողքին, անկախ նրանից, թե ինչ բնույթի հարցեր ունեն իրենք։ Ես շատ հաճախ կազմակերպում եմ քաղաքացիների ընդունելություններ, մի քանի օր առաջ եմ կազմակերպել եւ պատրաստվում եմ առաջիկայում մարզի բոլոր համայնքներում լինել, եւս մեկ անգամ հանդիպել քաղաքացիների հետ եւ սկսած բնակավայրում ունեցած խնդիրներից մինչեւ իրենց անձնական կամ ցանկացած բնույթի խնդիրներ, ես դա համարում եմ իմը, երբ իմ ուժերի ներածին չափով, իմ ունեցած լիազորությունների սահմաններում ես միշտ եղել եմ մեր քաղաքացիների կողքին եւ շարունակելու եմ այդպես, անկախ նրանից, թե որտեղ կգտնվեմ։ Կարող ենք ենթադրել, որ հենց այս հանդիպումներն են, վարբկանային բանի, որ դուք եւս մեկ անգամ ստանալու եք գյումրեցիների Շիրակի մարզի դստավորությունը։ Կգա օրը կտեսնենք, բայց ես լիահույս եմ։ Շատ լավ։ Եվ խոսեցիք նաեւ քրեական գործերով անցնող քաղաքապետի մասին, բայց մի փոքր ուշացած չէ, երբ այդ մարդը օրինակ հնարավորություն ստացավ թիմ ընտրություններին մասնակցել, ընտրվել քաղաքապետ եւ հիմա նոր օրակարգ բերել, որ անցում է մի քանի քրեական գործերով։ Սա արդյոք ուշացած չէ, թե դուք եւս խոսեցիք օրենքի բացի մասին, սա հենց այս բացի մասին էր խոսքը։ Տեսեք, մենք չունենք օրենք, որ եթե չկա դատավճիռ, այդ մարդը չի կարող մասնակցել, ընտրություններին։ Մարդը տեխնացու էր, մասնակցեց, որովհետև չկար մեղադրանք, չկար վճիռ, բայց չխոսել են մասին, որ Վարդան Ղուկասյանը անցնում է քրեական գործերով, դա ուղղակի հնարավոր չէ, դա նորություն չէ, ոչ գյումրեցիների համար, ոչ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար։ Այնպես որ նշել ժամանակաշրջան, թե մենք հիմա ինչի ենք խոսում, մենք միշտ ենք խոսել այն մասին։ Այո, կարող է նույնիսկ օրենքի ինչ որ բաց կա, որ մինչև այսօր երկարացում է այդ գործերը, որևէ վճիռ չի կայացվում եւ ընդհանրապես մենք խոսում ենք, բայց դեռևս իրավական դիրույթում չունենք վճիռ։ Բայց նորից եմ ուզում կրկնել, չխոսել մի փաստի մասին, այդ հարուցված քրեական գործերի մասին, ես կարծում եմ նույնիսկ հնարավոր չի, որովհետեւ եթե մարդը բարձրանում է եւ հնարավոր բոլոր տեսախցիկների արժեվ կամ լրագրողների հետ զրույցում անընդհատ մեզ մեղադրում է, մեզ իշխանություններից մեղադրում է այս կամ այն բանը չանելու համար եւ խոսում է իր բաղձալի երազանքի մասին, այն է միութենական պետության կազմում լինելու ու չես կարող չհիշատակել, թե ով է այդ մարդը, չես կարող չմատնանշել, թե քանի քրեական գործերով է անցնում ինքը։
Երբ վարչապետ Փաշինյանը նշեց կաշառքի մասին, ճիշտ նշեցիք, անմիջապես դրանից հետո եղավ հրատապ ասուլիս, որին ես եւս մասնակցեցի, ում երբ հարց ուղղեցի քաղաքապետին, թե ինչու հենց հիմա կամ երբ խոսում են օրինակ կաշառքի մասին, կա ձեռքի տակ ունեցած փաստ, որը կարելի է ներկայացնել, եւ եթե կար, ինչու սպասել 6 ամիս։ Այս հարցը տալիս են նաեւ ցես, ինչու սպասել 6 ամիս, եթե գիտեիք, որ ուժերից որևիցե մեկը ընտրակաշառքի բաժանել։ Տեսեք, նախ այդ ասուլիսը թույլ տվեք ես փոքր գնահատական տամ եւ ինդրագրող գործընկերներից մեկին անցած օրը հարց տվեցի նաեւ, թե արդյոք այդտեղ հնչեցրած մտքերի այդ հայրախառն, հա, այդ բառապաշարի հետ դուք հաշտեիք եւ որևէ արձագանք տեղի չունեցավ, որովհետեւ եթե իշխանության ներկայացուցիչներից մեկը լեզվի սայթակում է ունենում, դա դառնում է դարի տեղեկատվություն եւ նույնիսկ մինչեւ այդ մարդու անձնական տիրույթ են մտնում վիավորանքներ, չգիտեմ ինչ, սա թույլ տվեք եւս մեկ անգամ արձանագրել, որ հայրախառն արտահայտությունները բնավ եթերային չեն, առավել եւս լրագրողների հետ գրիցում։ Իսկ ինչ մնում է այդ ձեր նշած հարցին, ես նախ ուզում եմ շեշտել, որ որևէ ինֆորմացիայի մասին հաղորդում ներկայացնել է, ինչպես Վարդան Ղուկասյանն է նշում, դա ասում են ոստիկան անընդհատ է դա գործ տվողի համբավ է ձեռք բերում ըստ Վարդան Ղուկասյանի այդ մարդը, դա նորից խոսում է վերջինիս ունեցած բարքերի ու վարքերի մասին, որովհետև մենք իրավական պետություն ենք, մենք եթե տեսնում ենք խնդիր, այո, պիտի համապատասխան մարմին ներկայացնենք։ Եթե անկեղծ ես տեղեկատվությունը չգիտեմ, հաղորդվել է տվյալ պահին համապատասխան մարմին թե ոչ, բայց ամեն դեպքում ես եւս միանում եմ պարոն Սարիկ Մինասյանի խնդրանքին, հորդորին, կոչին, որ գլխավոր դատախազությունը այդ տեղեկատվությունը ընդունի որպես հաղորդում հանցագործության մասին եւ ըստ այդմ շարժվենք առաջ, տեսնենք թե ինչի մասին էր խոսում Վարդան Ղուկասյանը։ Բայց որպես այդպեսին հայտարարությունը ստացվեց հանրայինի եթերում հնչեցված չէ Սարիկ Մինասյանի ինքից հետո։ Շնորհակալություն Տիկին Պարյան ստացված հարցազրույցի համար։ Ես եմ շնորհակալ, սիրո։ Սիրելի հերոստատող, հիշեցնեմ, որ մեր այսօրվա հյուրը ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանն էր։ Կհանդիպենք։